Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 4 տղամարդ, 2-ը Երևանի, 2-ը Կոտայքի մարզի բնակիչ, ապօրինի ձեռքբերում եւ իրացնում են թմրանյութ։ Հուլիսի 29-ին ժամը 18:50-ին մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցում քրեական ոստիկանները 4-ին էլ ձերբակալեցին եւ 33-ամյա երևանցու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նետամակնիշի մեքենան կնիկվեց պահպանվող հատուկ տարածքում։ Ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ եւ մարիխուանայով փաթեթ։ Տղամարդիկ խոստովանեցին, որ Telegram հավելվածի միջոցով ձեռք են բերել թմրանյութ, որը պետք է իրացնեին։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նետամակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 335 գրամ զանգվածով փաթեթ։ Օգոստոսի 1-ին խուզարկություն կատարվեց նաեւ Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ, ընդհանուր ավելի քան 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։